Շիրակի մարզի Շիրակավան համայնքի բնակչության մեծ մասը հայտնվել է անելանելի վիճակում։ Երկրորդ տարին է շիրակավանցիները ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Իրենց տնտեսությունը զարգացնելու նպատակով բանկերից վարկեր են վերցրել ու քանի որ եկամուտ չեն ստացել, չեն կարողացել մարել պահանջվող տոկոսները եւ հիմա շատերը կրկնակի պարտատեր են դարձել։ Սակայն լուրջ խնդրի առաջ են կանգնել ոչ միայն վարկառուները, այլ նաեւ երաշխավորները։ Ու հիմա ստացվել է այնպես, որ գյուղի բնակչության 80%-ը խնդիրներ ունի, նրանց գույքը կալանքի տակ է։ Շիրակավանի բնակիչ մնացական Գևորգյանը մեզ պատմեց, որ մի քանի տարի առաջ վարկ է վերցրել առևտրային գործունեություն ծավալելու նպատակով։ Ու քանի որ վարկի տոկոսները փակել չի կարողացել, ստիպված նոր վարկեր է վերցրել ու երաշխավորներն էլ գյուղի բնակիչներն են եղել։ Հիմա իր հետ միասին 50-ից ավելի բնակիչ հայտնվել է դժվարին վիճակում։ Ֆինանսս իմ աշխատանքս, իմ բյուջես կախված էր գյուղի բնակիչներից կողմից, մյուսներից առևտրի շրջանակներում։ Առևտուրը մարդիկ արան, չեն կարողանում վճարել, որովհետև չունեն։ Բոլորի վիճակն էլ լուրջ էր։ Վարկառուն խոստովանում է, իր պատճառով են երաշխավորները տուժել, մի մասի գույքն է կալանքի տակ։ Մյուսների աշխատավարձից է բռնագանձում իրականացվում, կան նաև երաշխավորներ, ովքեր իր փոխարեն վճարում են կատարել ու ինքը հիմա համագյուղացիներին է պարտք։ Կարելի է համոզեցին, թե այդպես գնա ձեր ամուսինը Ռուսաստան է, մարդիկ գնացել են աշխատելու, հետ կուկա խնդիրներ կունենաք, ձեր գույքին բռնագանձում կյանի, ձեր ունեցվածքը կտանին ոչ մասնակի, որովհետև ինչ իրանցն է դա պետք է անեն, բայց վախեցել են մարդիկ։ Վերցնենք աշխատանք եղնի, անասուն առանք, ամեն ինչ առանք, հեսանք որ այդ անասունները մնացին, բայց վարկը մնաց վրեներս, բռնենք վարկի տեղ ծախենք այդ ունեցածներս, 7 անասուն ունեի։ Ծախենք այսօրվան է մնացել ենք անտուն անտեղ առանց փողի, գնացինք Ռուսաստանը, էլի նույն պատմությունը փող չեղավ, այդ առանք եկանք, հիմա վարկատուները դադեն տվե եկել են դրել են, ինչ երթանք կախվենք, գոնե 2 տարի ժամանակ տան, նայենք ինչ դրություն կան Հայաստանի վիճակը, աշխատենք պարկերը տան, մենակ մենք հետ ենք խնդրում։ Շիրակավանցիներին երաշխավորության մեխանիզմն է զարմացրել։ Եթե նախկինում դա խնդիրներ չէր առաջացնում, ապա հիմա ամեն ինչ այլ է։ Բանկը կամ վարկային կազմակերպությունն ունի իր գումարները հետ ստանալու տարբերակներ։ Դատարանի որոշմամբ կալանք է տարածվում անպարտաճանաչ վարկառուի համար երաշխավոր կանգնած կայուն եկամուտ ունեցողի դրամական միջոցների վրա։ Երաշխավոր կանի կայնա 816,000 փակվի։ Որպես երաշխավոր։ Հա։ Եկել են տուրնել են գույքը գրե աշխատավարձի 50% եմ պահում, ես էլ աշխատող եմ, դպրոցը բագապա եմ։ Նվարդ Գալստյանը պատմեց, որ երկրորդ տարին է որևէ գործարք իրականացնել չեն կարողանում։ Երաշխավոր է եղել ու հիմա իր անունը ներառված է անպարտաճանաչների ցուցակում։ Ձգել են չորնի սև ցուցակ, նույնիսկ 150,000 դրամի աբարի խանութներից ուզում ենք վերցնենք, այդ չեն տալիս։ Իրանց պատճառով, ասում են, որ դու ընկել ես չորնի, իրանք ժամկետ անցին, կողքից ամուսին դել մետան անտամեք, չի հասնում ձեզի ոչ մի բան։ Իրանց պատճառով, բայց մենք նորմալ աշխատող, լավ ընտանիք ենք ապրող։ Անգամ չգիտեն, թե ինչպես են հաղթահարելու այս իրավիճակը, դիմել են վարկային կազմակերպություններին, որպիսի գոնե երաշխավորների նկատմամբ ներողամիտ գտնվեն, դատական ակտերի հարկադիր կատարման միջնորդությանը չդիմեն, սակայն չեն ընդառաջել։ Գույքագրվում է երաշխավորների ունեցվածքը, կալանք է տարածվում նրանց դրամական միջոցների վրա։ Շատ հաճախ էլ պարտքատիրոջ վարկը փակելու համար բանկն առաջարկում է երաշխավոր կանգնած անձին վարկ ձևակերպել արդեն իր անունով եւ ստանձնել կրկնակի պարտավորություն։ Շիրակավանցիները պնդում են սոցիալական վատ պայմաններն են պատճառ դարձել, որ գյուղն իր բնակչության մեծ մասով այս իրավիճակում հայտնվի։ Եթե երկիրը լավ է աներ, կարողանանք մենք բոլորս աշխատանք ունենանք, վարկը մեզ ինչ պետք էր։ 7 անասունն է, ես վարկի տես չէի։ Վարկը վերցրեցի, 7 անասունս է ծախեցի։ Եղավ 3 տարի ես ոչ մի բան չունեմ։ Մեծ արտակ տունը։ Մեծ ադարկ տունը։ Այդ ադարկ տնով ես ինչ կարամ անեմ։